Փարեվցես։ Հիմա Սաբել Եսայանի Խաչիկ մոր եղբորը մասին դեղեցություններ պիտի ունենանք։ Խաչիկ մոր եղբայրս։ Իմ մանկական հիշադակներուս ամենեն դարդա մի կամածին մեջ գտնեմ Խաչիկ մոր եղբորս թուղ եւ առնացի թեմքը։ Հավանական է, որ օրորոցից վրա հագած այն ժպտուն եւ ընդանի թեմքերեն մեկը եղած է ան, որ մե դեսողական հուզումը գրած եմ։ Երբ հազիվ 6-7 տարեկան էի, ան ինձ գերեվեր ինչպես մարդկային ցեղին ամենեն գադարյալ մեկ տիբարը։ Իրապես քեղեցիկ դղամարդ էր այնադեն, թիգներ եւ բարձրահասակ, սև լայնապիպ աչքերով, գամարացև հոնքերով, որոնց մեկը ավելի վեր թարած, երբեմն զարմացական, երբեմն ալ սրտնեղության արդայդությունը կուդար իր թեմքին։ Անիգա գաբրեր մեզ մեհերու պերա, ուր վարբետ երկատակորձ էր եւ իր սեփական արհեստանոցը ուներ։ Մեր դնեցիները Խաչիկ մոր եղբորս անունը գարդասանեին հուզմունքի սարսուրով եւ սրտ մտությամբ, գբարձենային եւ գամուչնային անով, գուրկի վես գբաշտեին եւ միևնույն ադեն թարն եւ քողարգված մեղատրանքներ գարցագեին իր հասցեին։ Տարագույս չգար, որ ձանդրագշիր պամը բադաձեր եւ ինչ որ բադաձեր անթարմանելի էր։ Երբ դուդուն նստած գլար բազմոցին անգյունը եւ իր արհամարական նայվածքը գնեդեր բազմաթիվ աղջիկներուն վրա, ոչ ոք կամարցագեր իր նախասիրած դղուն մասին պարմը արդասանել։ Բայց ամինչապես որ հերանար շղագրադությունը սկսեր։ Հարաճանքներ եւ ագնարգություններ կպատասխանեին իրարու։ Երբեմն ամբողջ տնեցիները համացան գլային, երբեմն ալ ինտիմատիր խումբերու գվերածվեին եւ խոսակցությունը գվերջանար վեճով հորտարատ արդյունքներով։ Դուդուն իր գարկին ներողամիտ չէր այդ անթարմանելի բադահացի մասին, ընդհակարակն անգգրեր մշտնչենական դխրություն իր նուրբ թենքին վրա, որ մասունքի պես ջերմագած իր ագոսացած խորշոմներուն։ Իր մայրական հբարդությունը այնքան խոր վիրավորված էր, որ գնախնդրել մունչ մնար։ Քան թե ովևէ կանգատ հայտնել իր դուղուն վարմունքին մասին։ Ինչ որ բադահաձեր, երկար ադեն քաղտնի մնաց ինձ։ Հետո օրմը լսեցի, որ Խաչիկ մոր եղբայրս ամուսնացել էր իր ընդրած եւ սիրած հույն աղջկան հետ։ Խաչիկ մոր եղբայրս դուդուին բազմաթիվ զավակներուն մեջ ամենասիրելին էր։ Ոչ քույրերը, ոչ եղբայրները գմփոստանային իրենց մորը այդ նախընտրության թեմ։ Անիգա այնպես ըսելով ամենեն հաջողածներ մեծ մորս զավակներուն։ Ոչ միայն գեղեցիկ դղամարդ էր, այլև գվաստգեր արադությամբ եւ իր վաստգածը գծախսեր լիապուրն իր անցին եւ ուրիշներուն զվարճության համար։ Իր բոլոր արարքները, որոնց արձագանքը գահացներ մեզ, խուլ հիացում եւ վախ կներշնչեին։ Երբ հազվադեպ արիտներու Խաչիկ մոր եղբայրս Քարմել մոր այցելությամբ ամբողջ տաղեցին կհետաքրքրվեր այդ դեպքով։ Ընդհանրապես անգուկար շաբաթ իրիկունը
եւ գիրագին գանցներ մորը հետ։ Այդ օրը բոլոր հրուշակ եւ բաղբաղակ ծախողները գտանտաղեին փողոցի մեջ։ Հազվագյուտ ցուկ կամ միրգ վաճառորդները շուգային գերգարեին մինչև մեր տաղը գանք կարնեին դրան առաջ եւ իրենց ապրանքը գկովեին նոր ծևերով։ Գյանքը արևի վես կմտներ իրեն հետ տան մեջ։ Փագին եւ բարդեզին թռները գբացվեին, վարակույրները գուրեին եւ գշաչեին արակասներու պես։ Թրացիները համարցակություն արած գմտնեին գելլեին, մորակույրերս կհակվեին, գսկվեին եւ դեսակ մը անգախության ցկտում գստանային, բայց ինչ որ ամենեն զարմանալին ու հրաշալին էր, այն էր, որ մեծ մայրիկիս դխուր եւ գնջրոտ թեմքին վրա ժպիտը գերևեր։ Թող տղացող ժպիտը լիքը հուզումով եւ քորովով եւ նայված կգերգարեր դղուն հասագնի վեր հվարդությամբ եւ հիացումով։ Մորակույրերս գարդորային խոհանոց, ուր երեսանքներու դրոպին հետ հնչյուն ծիծաղը գլսվեր։ Եվ հայրս իր մշտնչենական լրակիրը, որ ընդհանրապես լայն բացած գբայր վարակույրի վեստեմքին առաջ, գծալներ եւ գխոսակցեր խաչիկ մոր եղբորս հետ։ Իսկ դանը երեխաները անցնադուր խելահեղ ուրախությամբ իրենց կրբանները գծերնոդեին լիքը շաքարով, վիստակով եւ ամեն գարկի չոր բդուղներով։ Մինչև դուդուին մահը խաչիկ մոր եղբորս կինը ոտք չտրավ մեր դան սեմին։ Ավելի ուշ գիտցանք, որ այդ հույն գնոջ ամենամեծ փարասիրությունը եղած է հաշտվել գեսուրոջը հետ, բայց դուդուն ոչ միայն մնաց անհաշտ, այլև երբեք չհանդուրժեց, որ այդ գնոջ խոսքը ըլլա։ Այդ կինը դեսակ մը վդարյալ, անիծյալ արարած էր, քանի դարիները անցան, փոխանակ մեղմանալու, դուդուն ավելի ամրացավ իր ըսկացումին մեջ։ Քանի որ այդ սիրով ամուսնությունը ամուլ մնաց եւ խաչիկ մոր եղբայրս զավակ չունեցավ։ Հետս է դեն նաեւ մոր եղբորս թեմքին վրայալ սկսան կզվիլ խորշոմներ եւ անոր թեմքին վրայալ սկսավ թթվիլ մտակնիլ դոխրությունով։ Իր որդեզրգությունը թերևս վերակրեց մորը անիծկին։ Իրողությունը այն էր, որ խաչիկ մոր եղբորս գենսուրախ շենությունը հետս է մարեցավ, հետս է ավելի ցանցար եղավ իր մորը այցելության եւ վերջապես թատրեցուց այցելությունները։ Ամեն դաղավարի նախորյակին հույսը սակայն գծներ դուդուին հուսահատ հոգին մեջ, առանց բացվելու իր ակնկալություններուն մասին։ Դանը մեջ գհրամայեր հիմնական մակրություն։ Խաչիկ մոր եղբորս գիշերանոցները չույնի պես ջերմակ գգախվեին բարդեզի բարանին վրա։ Թևերը գախ, վայ մեզի, եթե այդ փազգադարած եւ խոնավ ջերմագեղինին դագեն անցնեինք եւ մազի ծպուլ մտելմը տբեր գամ բարանը ցիկ փռնող ծողը ցնցեինք մեր աղմգալի եւ հեվեև խաղերու երանտին մեջ։ Այն սենյակը ուր գբարգեր մոր եղբայրս մասնավոր հոգացության արարգա գլլար։ Ցեղուն անգամ գլվածվեր։ Մնաց որ ամբողջ տունը
փաղնիքի նման թացկլար եւ ողողված դախտակներով հոդը գպրներ մտնոլորդը։ Այլևս չէին գիտեր ուր նստիլ, ուր գեկալել, ինչպես ապրիլ։ Իրեգունը հայրս գլուխը գշարժեր, քննադատապար եւ գաբաստաներ իր լայն բացված դրակերին յետև, որուն մինչև վերջին դողը գարտար իր անհամբերությունները զսպելու համար։ Ընտրիքին դանգիները փարավոնի կերիներու պես խոնչած գհեծեծեին եւ ախորժակ չէին ունենար ուտելու։ Ամեն մեկը ներքնաբես գիտեր, որ այդ պատրաստությունները զուր են, բայց ոչ ոք կհամարձակեր իր գարձիկը ըսել։ Վաղվան ունենալիք բուսախապություններուն թարնացած կմնային սենյակի մեջ լրին եւ խոգուն, ինչպես եթե կինոդը լային իրարու հետ։ Սիրտ չէին ուներ նույնիսկ լույս վարելու, թերևս չէին ուզեր իրարու երեսնայիլ եւ մեկի կերտային բարգելու։ Օրմը վերջապես դուդուն որոշեց ինք երթալ իր դղուն այցերության, որ որոշումը հետևանք էր հոգնական փուրն բայկարներում, անտոհական գիշերներու դաժանելի երկմտությունները։ Այն առավոտուն լուսածակին արտնցա եւ իջա սենյակ, երբ մեծ մայրիկս իր երրորդ սուրճը գխմեր, որ մեդո միայն իր շուտները գբացվեին, անալ թշգամությամբ։ Ան իր թախծալի նայվածքը համրորեն դարձուց իմ վրաս եւ գարձես միտք մղացավ, հետո գլուխը շարժեց դարագույսով, բայց այդ միտքը հետսեդե արմադացավ իր մեջ եւ գծկդուր բարերով հայտնեց իր մտադրությունը մորակույրներուս։ Այո, ասպաժենոս տատրեցնեմ, սարցյալ բիդի շարունակեք, բավական գարտալիք մասերուն։ Ցդեսություն բոլորիս։